Փառք Աստծուն, շնորհակալ ենք եկեղեցի ձեր ընդունելության համար եւ քեզանից մեկ բան կխնդրեմ սիրտդ բաց հա թող քո ուշադրությունը այստեղ լինի այս մի ժամը դուր լսելուն ու ես քեզ խոստանում եմ հաղթող ես գնալու այստեղից հաղթող ասեմ ավելին, դու հաղթողել եկել ես, որտեվ եթե դու այստեղ ես, դու արդեն հաղթող ես։ Բայց կան հաղթանակներ, որ քեզ սպասում է առջևում։ Եվ ուզում եմ այսօր քեզ Աստծուց խոսք տալ, որ դու գնաս ու հաղթես։ Քո կյանքում կան իրավիճակներ, խնդիրներ, հարցեր։ Տերը ուզում է քեզ հաղթող անի։ Ամեն։ Իսկ դու ուզում ես։ Ամեն։ Երբ որ երկու հոգի միաբանվում են, դու եւ Աստված, դա դառնում է հնարավոր։ Ամեն, որտեւ դու Աստծո հետ դառնում ես մեկ հոգի։ Փառք Հիսուսին, ով որ հաղթում է, այդպես է այսօրվա քարոզի վերնագիրը։ Կողքինի տասա, ով որ հաղթում է։ Կարող ես պտտվել ու ասել, ես եմ այդ հաղթողը։ Վկայի, դավանի, հրճակի, ու դու կտեսնես դա քո կյանքում։ Փառք Հիսուսին։ Ես չգիտեմ դուք Աստծո խոսք տեղեր շատ եք կարդում թե չէ, բայց ես այսօր շատ տեղեր եմ բերել ձեր համար։ Ներողամիտ կլինեք իմ հանդեպ, բայց խոսքն է այդպես։ Առաջի տեղը միասին եկեք նայենք։ Հովհաննեսի ավետարան 16-րդ գլուխ 33-րդ խոսք։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Սա ասաց Տեր Հիսուսը, ու ասաց, որ նեղություններ լինելու են։ Այդ նեղության անունը ինչ ուզում ես դիր, դա լինելու է։ Տերը գիտի, բայց ասաց քաջացեք, ես հաղթել եմ։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիներ 2-րդ գլուխ 14 խոսք։ Մի քանի տեղ միասին նայենք, Աստծո խոսքից հիմքեր վերցնենք ու գնանք առաջ։ Երկրորդ Կորինթացիներ 2:14։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսում, եւ իր գիտության հոտը մեզանով հայտնվում է ամեն տեղ։ Եթե կան տեղեր, որտեղ դու պարտվում ես, ուրեմն Քրիստոսը քո հետ չի։ Եթե դու Քրիստոսում լինես, հաղթանակը անխուսափելի է։ Եվ քեզանով Աստված ուզում է, որ դու հաղթես, որ քեզանով իր հոտը տարածի ամենուր։ Գիտեք, մի քիչ առաջ վկայություն կարդացին։ Դա Քրիստոսի հոտն է։ Դա իր ներկայությունն է տվյալ հիվանդության բժշկության հարցում։ Գիտես, դու ունես խնդիրներ, ունես հարցեր, որ Տերը ուզում է այդ հարցերը լուծվեն, որ քո շուրթերում դա դառնա վկայություն։ Դժվարություններին երբ որ հանդիպում ես, մի նեղվի, ուրախացի, որտեվ Տերը գիտի, որ դու դրա հաղթողն ես։ Քո ուժերից վեր փորձություն քեզ չի պատահելու։ Գիտեք, միշտ մարդկանց թվում է, որ ուրիշի կյանքը հեշտ է, լավ է, իր մոտ ամեն ինչ լավ է, որտեվ մենք կարող ենք ցույց տալ, որ դա այդպես է։ Բայց Տերը գիտի մեր ծածուկ աղոթները, մեր ծածուկ արցունքները, մեր ծածուկ պայքարները եւ Տերը քո հետ է հաղթելու համար։ Ամեն։ Բայց շնորհակալություն Աստծուն, սա ասում է Պողոս առաքյալը, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսում։ Հռոմեացիս 8:37 եկեք նայենք։ Բայց այս ամեն բաներում, վերևը կարող եք կարդալ այդ բաները որն է, հա, շատ դժվարությունների անուններ է այդտեղ տալիս։ Բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Կա մարդ այստեղ, որ իրան Հիսուսը սիրում է։ Այս խոսքը քեզ է վերաբերվում։ Ամեն։ Ու սա Պողոս առաքյալը գրում է բանտից։
Գիտեք, ինքը մեկն էր, որ քարկոծում են քարոզելու համար։ Այստեղ կա մարդ, որ իրան քարոզելու համար քարկոծել են։ Հա? Քարերով, խոսքերով չէ։ Քարերով։ Իրական, բնական, հայկական քարերով, այն ծանր բազալտ, չգիտեմ, գրանիտ, թեթև տուֆ, քարերով։ Գիտեք, մեկին քարոզում եք, մի քիչ վատ է ձեր հետ խոսում, կամ չի ստացվում ձեր մոտ, ասում եք, էլ չեմ խոսալու։ Թող ոչ մեկ չլրեսնի ձեզ քարոզելու խոսքը։ Ամեն։ Գնանք առաջ։ Հովանեսի ավետարան ներողություն, առաջի Հովանի 4:4 թուղթը։ Գիտեք, մենք ունենք բաներ, որ պետք է հաղթենք։ Դա մեր բնավորության գիծն է։ Դա մեղքեր է, դա կախվածություններ է, դա սխալ սովորույթներ է։ Ով ազում հաղթի։ Դու ունես այդ զորությունը հաղթելու։ Եվ երբ որ դու միաբանվես Հիսուսի հետ, դրա հարցերը դու արագ կլուծես։ Դու ուզում ես քեզանով, հա, քո կամքի ուժով, քո սուպեր հոգևորությամբ, քո հավաքույտներին գալով, հա, ինչ որ մասնակցություններ ունենալով հաղթես։ Հենց այդտեղ է խաբկանքը, որտեղ դու պարտվում ես։ Դու դա չես կարող։ Դրա համար Հիսուսն եկավ։ Հաղթեց, հաղթանակը տվեց քեզ ու գնաց։ Քեզ պետք է հավատքով դա վերցնել։ Եթե դու ուզում ես քո ուժով, քո զորությամբ, չի լինելու։ Գիտեք, ես համոզված կարող եմ ասել, ձեր մեջ մարդիկ կան, որոնք շատ անգամ որոշել են, մեղքին ասեն ոչ։ Սխալ քայլերին, սխալ որոշումներին ասել ոչ։ Բայց ամեն անգամ պարտություն։ Որտեվ քո փոխարեն Տերը արել է դա։ Տերը քեզ ուժ է տալու, որ անես։ Ամեն, եւ դա գրված է Հայտնությունում։ Մենք քիչ հետո գնալու ենք Հայտնություն։ Առաջի Հովանու 4:4-ը եկեք նայենք միասին։ Դուք Աստվածանից եք, որդյակներ, եւ հաղթեցիք նրանց, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Դեք սա Հովանեսն է ասում ու մեզ։ Ասում է, ոչ թե կհաղթեք, այլ հաղթեցիք։ Դուք արդեն հաղթել եք։ Հա, եթե դու այստեղ նստած ես, Աստծո տան մեջ ես, ու դու լսում ես Աստծո խոսք, դու հաղթող ես։ Դու այդ process-ի մեջ ես։ Դու Տերը քեզ ո՞րց է անելու, հաղթանակից հաղթանակ է տանելու։ Փառքից փառք, զորությունից զորություն։ Գիտեք, անցած կիրակի փառաբանությունը շատ լավն էր, բայց այսօր ավելի լավն էր։ Եթե դու հնով ես ապրում, ես քեզ ուզում եմ Աստծոց խոսք ասեմ, դադարի։ Անցած կիրակի փառաբանությունը լավն էր, բայց այսօր ավելի լավն էր։ Երեք դու ինչքան ուժեղ էր, դա լավ էր, բայց այսօր ով ես։ Եվ Տերը ուզում է քեզ տանի փառքից փառք, հաղթանակից հաղթանակ։ Եթե դու ուզում ես մի անգամ հաղթես ու վերջ, Տերը այդպես չի ուզում։ Տերը ամեն օր դևերին քշում էր։ Տերը ամեն օր բժշկում էր, ամեն օր։ Ինչու Հիսուսը պատկերացրեք այսպես, բոլորին հավաքեր, մի օրում բժշկեր, ազատագրեր, ամեն ինչ աներ, մի օրում ու գնար։ Բայց ինքը ուներ ինչ-որ ժամանակ դա անելու։ Դու ունես ինչ-որ ժամանակ երկրի վրա ապրելու եւ ամեն օր այդ հաղթանակները ունենալու։ Ամեն։ Առաջի Հովանես 5:4 եկեք նայենք։ Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին։ Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Եթե դու հավատք ունես, դու արդեն աշխարհը հաղթել ես։ Մի էլ պայքարի աշխարհի դեմ, մի փորձի աշխարհը փոխես։ Մեր Տերը չեկավ աշխարհը փոխեր, Տերը եկավ քեզ փրկելու համար։ Իրավիճակներ կա, որ քո պատերազմը չի, քեզ պետք չի դա, հա, դրա մեջ մտնել։ Անտեղի դու քո համար խնդիրներ ես ստեղծում։ Քեզ ընդհանրապես պետք է մեկ բան, հավատքը պահել։
Եվ այդ հավատքը քո հաղթանակն է։ Նորից եմ ուզում կարդամ, որովհետև ամեն ով որ Աստվածանից ծնված է, հաղթում է աշխարհին։ Վերստին ծնված ես։ Դու հաղթել ես արդեն։ Սատանան քո վրա իշխանություն չունի։ Ինչպես Հիսուսն էր ասում, որ գալիս այս աշխարհի իշխանը ին վրա բան չունի, դու այդ նույն խոսքը կարող ես ասել։ Եթե հավատաս, կասես։ Բայց դու նայում ես քեզ, ով ես դու մարմնի կողմից ու չես համարձակվում դա ասել։ Բայց քեզ նայի ոնց Աստված է նայում։ Սուրբեր կան ես դահլիճում։ Ամեն։ Ովքեր ձեր չեն բարձրացնում, իրանք էլ են սուրբեր։ Կողքինիդ ասա, դու սուրբ ես։ Ամեն։ Եթե դու կարդում եք թղթերը, Պողոս առաքյալը եկեղեցիներին ինչ էր ասում։ Եկեղեցուն ու սուրբերին։ Ոնց եք մտածում, որ ասում էր եկեղեցի, նկատի ուներ մի քանի հոգու, ծառայողական թիմին, բոլորին։ Նույնիսկ որ առաջի անգամ եկել էր եկեղեցի ու այդ նամակը լսում էր, որ կարդում էին։ Եթե այսօր էլ մարդ կա, որ առաջի անգամ է եկել, ես քեզ Աստծուց ասում եմ, դու ճիշտ տեղում ես։ Այսօր քո համար հաղթանակի օր է։ Դու այսօր եկել ես որոշես, վերջում հաղթես, թե ոնց եկել ես գնաս։ Բայց Աստված քեզ ասում է, կյանքը, օրհնությունը ընտրի։ Ամեն։ Մեր Աստված հուշում է, Աստված միշտ ընտրություն է տալիս, բայց ինքը մեզ հուշում է ինչ ընտրենք։ Հալելույա։ 5-րդ խոսք. Եվ ով որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսն է Աստծո որդին։ Հավատում ես, որ Հիսուսն է Աստծո որդին։ Քեզ պետք չի ծննդոցից հայտնություն անգիր իմանաս։ Քեզ պետք չի, հա, ծոմերի, պատերազմական աղոթքի, աստվածաբանական ավարտած լինես։ Մեկ պարզ հարց. հավատում ես, որ Հիսուսը Աստծո որդին է։ Դու հաղթող ես արդեն։ Գիտեք, շատերը մտածում են դատաստանի օրում կանգնելու են պատասխան տան, ինչ մեղքեր են գործել։ Ընդհանրապես հնչելու է մեկ հարց. ինչու չես հավատացել Հիսուսին։ Աստված գիտի, որ դու մեղավոր ես։ Գիտի, որ դու մեղանչական բնություն ունես։ Եթե իմանար դու կկարողանաս դա հաղթես, երկնքից չեր իջնի երկիր։ Չեր գա դառնար մարդ, չեր գա մեր պես կրտներ, սովածանար, հոգներ, քներ, հա, մեր պես մարդու պես ապրեր։ Աստված մարդացավ, որ մարդուն դարձնի Աստծո նման։ Աստծո նման։ Դու գիտեք, որ դուք հիմա Քրիստոս Հիսուսում եք, Եփեսացիների թղթի հիման վրա։ Ձեր մարմինը երկրի վրա, բայց ձեր հոգիները երկնքում Հիսուսի հետ է։ Եվ ձեր աղոթքները, հա, ձեր պատերազմը ոչ թե սատանայի հետ հավասարի է, այլ վերևից ներքև է։ Շատ մարդիկ մտածում են սատանան հավասար մրցակից է Աստծուն։ Դա սատանայի սուտն է։ Նա ցածր է։ Հասկանում եք, հավասարը հավասարի չի նրանց պատերազմը, Աստված վերևից ներքև է իր այդ, նա շպրտված է, Աստված երրորդ երկնքում է, իսկ նա երկրի վրա է։ Եվ երբ որ դու Աստծո հետ մեկանում ես, քո աղոթքը ոչ թե հավասարը հավասարի, այլ վերևից ներքև է։ Ոչ թե դու հիվանդությանը խնդրի, որ գնա, այլ հրամայի, որ գնա։ Ամեն։ Եվ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ասա, եթե ոչ ես, որ հավատում եմ, որ Հիսուսն է Աստծո որդին։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ես գիտեմ, մարդիկ կան շատ են սիրում հայտնությունը, եւ ես այսօր հայտնությունից շատ տեղեր եմ կարդալու։ Հայտնություն 2-րդ գլուխ 7-րդ խոսք։ Յոթ եկեղեցիներին ուղված նամակներն է։ Եվ այսօր մենք պետք է վերցնենք ամեն մեկս մեր կյանքերի մեջ։
Ով որ ականջ ունի, թող լսե ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Ով որ հաղթում է, նրան կյանքի ծառից ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է։ Գիտեք, Աստված կյանքի ծառը դրել էր դրախտում։ Հա, հեչ մտածել եք, լավ, դրած էր։ Երբ պիտի ուտեին Ադամն ու Եվան։ Դրել էր, տեղը ցույց էր տվել ու ասել էր չուտեք։ Մենք ծնողներս շատ ժամանակ ինչ ենք անում, ինչ-որ մի լավ բան որ բերում ենք, ասում ենք ձերն է, բայց հիմա չէ։ Գիտեք, Աստված ստեղծել էր։ Դա եթե կար, օգտագործելու համար էր։ Բայց կար դրան ժամանակ։ Եվ դրա ժամանակը գիտեք երբ է։ Երբ որ մենք Տիրոջ հետ կուտենք։ Դա մեր համար է։ Որտեղ մենք հաղթողներն ենք։ Եվ կյանքի ծառը, երբ որ դու ուտես, կյանքի ծառը, դա կյանքը, հավիտենական կյանք է քեզ տալու։ Ամեն։ Բայց ով է ուտելու։ Հաղթողը։ Ով որ հաղթի, կյանքի ծառից ուտել կտամ։ Հաջորդ խոսքը 2:11։ Ով որ ականջ ունի, թող լսե, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Գիտեք, մենք ունենք երկու ականջներ։ Աստված ուզում է, որ մենք լավ լսենք։ Ունենք մեկ բերան, բայց երկու ականջ։ Դավիթն ասում է, Տերը մի անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի, չէ՞։ Շատ մարդիկ կան, Տերը 1000 անգամ է խոսում, իրանք գոնե մեկ անգամը չեն լսում։ Ու այստեղ ինչ ասում, ով որ ականջ ունի, այսինքն մի ականջն էլ բավական է հաղթելու համար, եթե դու լսես Աստծո խոսքը։ Ով որ ականջ ունի, թող լսե ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի։ Մենք ունենք մեր մեջ մարդ, ով չի մահանալու։ Հա, ֆիզիկական մահը ձեր վրա չի ազդելու։ Դրա մասին է խոսքը։ Հավիտենական կյանք ունեցողների մասին չեմ խոսում, այլ ֆիզիկական մահ։ Պատմության ընթացքում բացի երկու հոգուց, հա, Տեր Հիսուսին չենք հաշվում։ Բոլորը մահացել են։ Գիտեք, կա առաջի մահ, կա երկրորդ մահ։ Առաջի մահը դա ֆիզիկական մահն է, երկրորդ մահը հոգու մահն է արդեն։ Եթե հայտնությունը կարդաք, դուք կհանդիպեք, ամենավերջում բոլորը լցվելու են կրակով ծծմբող վառվող լճի մեջ։ Եվ գրված է մահն էլ է լցվելու։ Եվ դա երկրորդ մահն է, որտեղ կա հավիտենական տանջանք, դա հոգիների համար մահ է լինելու։ Ով որ հաղթի, երկրորդ մահից չի վնասվելու։ Մահը քո վրա իշխանություն չունենալ, դու ունենալու ես փրկություն։ Ամեն։ Ամեն։ Գնանք առաջ։ 2:26-ը։ Ով որ հաղթում է եւ իմ գործերը պահում է միջև վերջ, հետաքրքիր է, չէ՞, իմ գործերը պահում է միջև վերջ։ Մենք ինչ-որ գործ պիտի անենք։ Եղբայրը լավ ասեց։ Ես շատ եմ սիրում այդ տեղը։ Գիտեք, Հակոբոսը ինքը այտենց շատ ուղիղ խոսացող եղբայր է, ով դարտակ մարդ։ Այսինքն, եթե դու հավատք ունես, գործ չունես, դատարկություն է դա։ Բայց եթե ունես հավատք ու գործեր, դու ինչ-որ բանով լցվում ես։ Տիրոջով լցվում ես, հավատքով լցվում ես։ Ու այստեղ ասում է իմ գործերը պահում եմ միջև վերջ, նրան իշխանություն կտամ, կարդանք բարձր, ազգերի վրա։ Գիտեք, ասում է իշխանություն կտամ ազգերի վրա։ Ովքեր հավատացին, Աստված տվեց իշխանություն որդիներ կոչվելու։ Գիտեք, դուք բոլորդ Աստծո որդիներ եք եւ որպես որդի ունեք իշխանություն, դիրք։ Ամեն։ Դու գիտես, որ դու որդի ես։ Որպես որդի գիտես ինչքան ժառանգություն, ինչքան իշխանություն է պատկանում քեզ։ Իսկ եթե գիտես ու չես օգտագործում, օգուտը ո՞րն է դրա։ Իմանալ ու չանել։ Մեկը ասեց կանեմ, գնաց չարեց։ Մյուսը ասեց չեմ անի, գնաց արեց։ Հայրը ումը կգովվի։ Գիտեք, դրա համար մարդիկ կան տարիներով եկեղեցում են, ոչինչ չեն անում։ Ու մեկ էլ գալիս են նոր մարդիկ, կրակի կտորներ։
շարժվում են, նախանձախնդիր են, իրանց տեղը հանգիստ չեն նստում։ Գիտեք, հավատքի մարդիկ պետքա կրակի կտորել են։ Դու պետքա կրակի կտորել ես։ Որտեղ ընկար, այդտեղ պետքա հրդեհ լինի։ Որտեղ ընկար, պետքա վարակես քեզանով։ Պետքա վառես, պետքա այրես, դու պետքա այդտեղ Աստծո կրակը։ Եթե գիտեք, պատահական չի, որ Սուրբ Հոգին երբ որ եկավ, իր հետ էլ ինչ եկավ։ Քամի, մեմ զեփյուր, մի բան էլ կար, կրակ։ Այդ կրակի իմաստը ո՞րն էր։ Գիտեք, մարգարեներն ասում են, այն ինչ մեր մեջ է վառում է մեզ, չենք կարա։ Հավատացինք, դրա համար խոսեցինք։ Գիտեք, առաքյալները տակնու վրա արեցին ամբողջ Եվրոպան ու Ասիան։ 11 հոգով միջև հետո Պողոսը կմիանար իրանց։ Տակնու վրա արեցին։ Գիտես, քո մասին պիտի ասեն, իր կրակի կտոր հավատացել է։ Ոչ թե ուղակի, այլ երեխեն հիվանդ է, դու իրանց տուն արդեն աղոթում ես։ Մարդ համահաց է, դու արդեն իրան մխիթարում ես։ Դու ամեն տեղ ես, որտեղ պրոբլեմ դու ընդեղ ես։ Խնդիրներ լուծող հավատացյալ ես դու։ Տերը այդպես է ուզում քեզ տեսնի։ Գիտեք, Տիրոջը ոնց եք պատկերացնում, հայտնություն առաջի գլուխը կարդացեք։ Շատերը սենց համեստ, սիրուն, ինչ-որ մի երիտասարդ է ներկայացնում Հիսուսին։ Ու խաչի վրա անպայման։ Կրակի կտոր է մեր Տերը։ Աշկերից բոց, հագածը, կապածը, գիտեք, ամեն ինչը իրա կրակա, ոտքերը կրակի մեջ, ոսկե պղնձի անման ասում է։ Ու ինչ անում ինքը, ուր գնում ատեղ իր արքայությունն ու թագավորությունը։ Դու ուր մտնես, պիտի Աստծո թագավորությունը սկսվի։ Եթե դու միտեղ մտնում ես, այդտեղ Աստծո թագավորությունը չի սկսվում, ուրեմն քո մեջ խնդիր կա։ Եթե դու միտեղ գնում ես վեճա, կոնֆլիկտա, կռիվա, դու պետքա փոխվես։ Դու խաղաղության որդի ես, գիտես։ Դուք խաղաղության որդիներ եք։ Աստվածաշունչը մեզ այդպես է ասում։ Ամեն, ամեն։ Փառք Աստծուն։ 3:5 եկեք նայենք։ Հալելույա։ Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, եւ նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի, կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ նրա հրեշտակների առաջին։ Գիտեք, մենք առանց Աստծո մերկ ենք։ Ադամն ու Եվան մերկացան։ Գիտեք, այս ամեն ինչը որ նայում ենք, ծննդոցի հետ մենք կարող ենք համեմատություն տանենք։ Ու Աստված հագցրեց իրանց։ Ու կա մի բան, որ մեղքը մեզ մերկացնում է։ Մեղքը բերում է ամոթ։ Մեղքը բերում է խայտառակություն։ Մեղքը բերում է, որ դու ամաչում ես։ Բայց երբ որ դու հանդերձ ունես, սպիտակ հանդերձ, դա քո սրբությունն է։ Ու Տերն է դա հագցնում։ Դու երբեք չես կարող քեզանով վաստակել սրբություն։ Ինչքան դու փորձում ես փախչես մեղքին, մեղքը գալու է կպնի քեզ։ Բայց երբ որ Տերն է իր սպիտակ հանդերձը քեզ հագցնում, նրա արյունով դա քեզ պահելու է այդ սպիտակի մեջ։ Եվ քո անունը կյանքի գրքից ասում է չեմ ջնջելու։ Եվ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ նրա հրեշտ։ Հիմա էլ է Տերը քո անունը դավանում։ Ասում է ինքը իմ զավակն է։ Տերը սպասում է դու մի բան որոշես, որ Տերը կատարի։ Տերը սպասում է դու աղոթես, որ Տերը պատասխանի։ Տերը սպասում է դու մի ծառայություն հորինես, Տերը մատակարարի։ Տերը սպասում է գնաս ինչ-որ մի Գյումրիին մոտիկ գյուղ, եկեղեցի սկսելու։ Ու Տերը քո հետ ալնելու։ Գիտես, դու մտածում ես ինքն իրան է դա լինելու, ոչ, Տերն ասում է ոտքը դիր, ես այդտեղ եմ։ Գիտեք, Աստծո խոստումները գործողությամբ է կատարվում։ Ասել է որտեղ որ քո ոտնաթաթը դնես։ Չէր կամ Տերը ամեն ինչը տար իրանց։ Չէ, դու անելիք ունես։ Դու միայն Աստծո հետ խորհի, մտածի, որոշի, ծրագրի ու Տերը ամեն ինչ կմատակարարի։
Գիտեք, շատ պատմություններ կա եկեղեցու հետ կապված, որ տեսնում ես ինչեր է կատարվում ու մտածում ես, բայց ինչ անեմ։ Մի կրկնի ոչ մեկին։ Աստծո հետ նստի, խորհրդակցի, Աստծուց ստացի, Տերը քո համար քոնը ունի։ Տերը քո օծությունն ունի, գիտես։ Ուրիշինը քեզ պետք չի։ Քեզ վնասելու է, քեզ խայտառակելու է։ Ով գիտի, որ իր մատնահետքը յուրահատուկ է։ Այդտենց դու յուրահատուկ ես քո ծրագրերի մեջ։ Այն ինչը դու կարող ես անել, քո կողքինը չի կարող։ Կողքինի տասա, այն ինչ ես կարամ անեմ, դու չես կարող։ Բայց պատրաստ ես, չէ՞, լսես, որ կողքինդ էլ է նույն բանը քեզ ասելու։ Ամեն։ Որտեվ Տերը քո միջոցով է ուզում անի։ Որտեվ Տերը քեզ ուզում է փառավոր անի։ Այն որ դու միշտ Աստծուն փառք ես տալի, Տերն էլ ուզում է քեզ փառավոր անի։ Ամեն։ Երրորդ գլուխ 12 խոսք։ Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարում, եւ այլևս դուր չի գնա, եւ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը, եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից, իմ Աստվածանից, եւ իմ նոր անունը։ Սյուն կանեմ։ Գիտեք, այս աթոռները կարող ենք տեղափոխել։ Ինչ կա, կարող ենք տեղափոխվել, բայց այս սյունը չեն կարող։ Ես հավատում եմ, եղբայրների մտքով անցել է, ոնց աղոթենք այս սյունը հեռանա։ Որտեղ բոլոր եկեղեցիներում սյունը խանգարող մի բան է։ Բայց գիտեք, տաճարի սյունը այդ սյուների վրա էր տաճարը կանգնած։ Սյունը կարևոր բան է։ Արի դու ես եկեղեցում եղի սյուն։ Ամեն մեկի դեմ ասում։ Սյան պես եղի, որ ով գնա չգնա, դու մնում ես։ Դու հավատարիմ ես, որտեվ Աստված ուզում է քեզ սյուն անի։ Ասում է, ով որ հաղթի իմ տաճարում, սյունի պես է լինելու, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարում, այլևս դուրս չի գնա։ Գիտես, շատերն են գալիս, շատերն են գնում, բայց սյունները միշտ հավատարիմ են։ Քամիները գալիս են, փոթորիկները գալիս են, գետերը վարարում են, անձրև, ձյուն, դժվարություններ, նեղություններ, հա, հոգևորների փոթորիկներն ամեկ-մեկ բարձրանում, բայց Տերը իր տեղից չի շարժվում, դու էլ մի շարժվի։ Գիտեք, ասում է, Տիրոջ օծյալի դեմ միաբանվում են ազգերը, բայց երկնքում բնակվող ինչ անում, ծիծաղում է։ Միշտ ծիծաղի, ուրախացի, որտեվ Տերը քո հետ է, Տերը անսասան է, եւ դու նրա սյունն ես, դու Աստծո տան մեջ սյուն ես լնելու, դու երկնքում սյանպես ես լնելու։ 3:21 եկեք նայենք։ Հետաքրքիր է, հա։ Հո չես փոշման է, որ այսօր եկել ես եկեղեցի։ Տերը լսես դու ինչ ես մտածում։ Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա։ Հասկանում ես, Հիսուսի հետ մի գծի վրա գնում ենք։ Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի, նստեցի իմ հոր հետ նույն հետ նրա աթոռի վրա։ Հիսուսը ում աթոռին է նստած, հոր հետ, չէ՞։ Որ դու էլ Հիսուսի հետ ես, որտեղ ես էլի նստած։ Այդ նույն աթոռի վրա, որտեղ հայրն ու որդին նստած են։ Բայց չարժի սրա համար հաղթել։ Ասեք, չարժի։ Գիտեք, մարդիկ տարածքներ են ուզում գրավել։ Հողեր, բիզնեսներ, մարքեթինգ են անում, այս քաղաք մտնենք, ստեղ էլ մի հատ խանութ ունենանք, ստեղ էլ մեր մասնաճյուղն ունենանք, սա անենք, ստեղ էլ մի հատ բանկ բացենք, ոնց որ զարգանում է այս գյուղն ու քաղաքը։
Դա աշխարհն է։ Ու իրանք գործում են կորստական կերակուրի համար։ Իրանք գործում են մի բանի համար, որ Տերը կարա վաղը այդ ամբողջը կորցնի։ Իրան սեփականատերը որոշում է ինչ-որ մի տեղ գնա։ Ու առավոտյան արտանումը 0։ Ոչինչ չունի։ Աշխատողներն էլ մնացին առանց աշխատանքի։ Իսկ մեր Տերը ո՞նց է վարձատրում։ Էլ Շադայ։ Տալիս է ավելին, քան անհրաժեշտ է։ Առատության Աստվածան է։ Գիտեք, այսօր աշխարհը մարդկանց համոզում է, որ սով է, պակասություն է, սակավություն է, չկա, նավթը հեսա կվերջանա, գազը կվերջանա, սա վերջանում է, ուտելիքը, հատուկ ուժեր այնպես են անում, որ մարդկանց քանակը քչացնեն, որովհետև կերակուրը քիչ է։ Դա ամենամեծ սուտն է երբևիցե որ եղել է։ Միայն Աֆրիկա մայրցամաքի բանանը բավական է, որ ամեն օր 5-ից 6 կիլոգրամ ամեն մի բնակիչ այս մոլորակի վրա ուտի։ Ամեն օր։ Միայն Աֆրիկայի։ Գիտեք, դաշտերը այրում են։ Ձկները բռնում են, իկրան հանում են, նորից օվկիանոս են նետում։ Աստված այնպես առատ է ստեղծել ամեն ինչ, որ բավական է մարդկությանը, բայց աշխարհը մարքեթինգով, ստով մարդկանց համոզում է։ Գիտեք, մենակ Սևանա լճի սիգը քանի տարի պահեց հայոց ազգը։ Ամբողջ ազգը դա էր ուտում։ Ու սիգ էլի կա։ Այսինքն ստեր կա, որ աշխարհը բերել է, ու մարդիկ հավատում են։ Չվախենաս ինչ ես ուտելու, չվախենաս ինչ ես խմելու, չվախենաս ինչ ես հագնելու։ Տերը մատակարարելու է։ Բայց դու մտածի Տիրոջ համար ինչ ես անում։ Կամ դու որոշի, դու ես մտածում քո համար, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ աշխատելու ես։ Ու հետո 80 տարեկանում ասելու ես, կյանքս անցավ, բան չհասկացա։ Կամ քեզ գցելու ես Աստծո ջրերի մեջ, բավարարված, օրհնված, լեցված, առատությամբ, սերունդների ժառանգություն թողելով ապրելու ես։ Հոգևորը թե մարմնավորը։ Դուք եք որոշողը։ Տերը պատրաստ սպասում է ում օրհնի, որտեղ Տերն ասել է օրհնելու եմ ինձ ծառայողի հացն ու ջուրը։ Տիրոջ ագրավները դեռ կենդանի են, գիտեք։ Տերը ունի ագրավներ։ Տերը սալեփթացիներ էլ ունի։ Որբե վայրիներ էլ ունի, հասկանում եք։ Մեր Տերը հումորով Աստված է։ Ոնց կարելի է որբե վայրում մոտ ուղարկել Աստծո մարդուն։ Բիզնեսմենի մոտ նորմալ է, չէ՞։ Ու գիտեք այդ կինն ինչ էր ասում։ Գնում եմ ուտեմ, մեռնեմ։ Կուշտ թե սոված, որ մեռնում ես։ Ոնց կարա մեռնող մարդը մտածի ուտելու մասին։ Կարաք ասեք ինձ, ասեք։ Ատե մի բան է ինչ։ Գնանք հայտնություն։ Հալելույա։ Նստելու ենք աթոռին ու թագավորենք։ Գիտեք, մեզ միշտ շատ սովորացրել են, որ մենք Աստծո քահանաներն ենք, չէ՞։ Մենք մեր ընտանիքի քահանան ենք որպես տղամարդ։ Տղամարդիկ ասեցին ամեն։ Տղամարդկանց ծառայությունը պիտի ծաղկի ու զորանա։ Կանայք պիտի երջանիկ լինեն ձեր ձեռը, տղամարդիկ։ Ամեն։ Ամեն։ Բոլոր տղամարդկանց անունից եմ ասում։ Գիտեք, կնոջը ուրախացնել, երջանկացնել այնքան հեշտ է։ Ու մեր ուրախությունը իրանցից է կախված։ Որ իրանք տխուր եղան, մենք ինչ անենք մեկա, մենք ուրախ չենք։ Այդպես է Աստված ստեղծել։ Պետք է քահանայությունը բարձրանա, բայց մենք միշտ դրա վրա ենք շեշտադրում արել։ Ես ուզում եմ նաև մյուս կողմը նայենք։ Աստված ասում է դու քահանաներ եք ու թագավորներ։ Գիտեք, մենք այդ թագավորության մասին ոնց որ չխոսանք։ Բայց Աստված ասում է դու քահանաներ եք։ Եթե մենք քահանայության մեջ հա ձգտում ենք ծառայենք, աղոթքի մեջ, խոսքի մեջ, հա այդ քահանայական այսպես ասած գործառույթները կատարել, բայց թագավորական ինչու չեն կատարում։ Որտեվ այստեղ ասում է
Ով որ հաղթի, կտամ, որ ինձ հետ նստի աթոռի վրա, ինչպես հաղթեցի, նստեցի իմ հոր հետ աթոռի վրա։ Հայրը աթոռի վրա նստած ինչ էր անում։ Թագավորում էր։ Քահանայություն չէր անում։ Կար ժամանակ, որ Մելքիսեդեկի պես քահանապետը Հիսուսն եկավ այդ ամեն ինչն արեց, բայց թագավորություն էլ կա։ Այսինքն մենք մեր իրավիճակների վրա պետքա թագավորենք։ Մեր խնդիրների վրա պետքա թագավորենք։ Բաներ կա, որ դու պետքա իշխես, դու պետքա քո խոսքը ասես։ Գիտեք, Աստված ասես լույս լինի, ինչ եղավ։ Որ չասեր կլիներ։ Գիտեք, բաներ կա, մենք չենք ասում, բայց մտածում ենք, որ այսպես լինի, լավ կլինի։ Դու պետքա գնաս մտնես քո ծածուկ սենյակը, ունդեղ պատերազմես, այնտեղ պիտի հռչակես, այնտեղ հարցերը պիտի լուծես։ Ոչ թե տխուր տրտում ման գաս, այլ աղոթքի մեջ հավատաս ու խոսաս։ Ուզում եք մեծ եկեղեցի, խոսացեք դրա մասին։ Այն որ սուրճ եք մեկի հետ խմում, ասա մեր եկեղեցին մեծանալու է, մեր եկեղեցին բազմապատկվելու է, մեր եկեղեցին եռապատկվելու է, մեր եկեղեցին շենք է կառուցելու, մեր եկեղեցին տարբեր քաղաքի տեղերում շենքեր է առնելու։ Ձեզ ասելու են մեծահարուստների եկեղեցի։ Ամեն։ Մեծահարուստների։ Աշխարհը հավատում է, որ դուք մեծահարուստ եք։ Աշխարհը հավատում է, որ հեսա նոր շենք է կառուցելու։ Դևերն էլ են հավատում, սարսափում են, ու իրանք ամեն ինչ անելու են, որ այդ միաբանությունը վնասեն։ Բայց ասա ես չեմ թողի։ Ասա ես չեմ թողի։ Ես կլնեմ ամուր օղակ։ Երբ որ տեսնես մեկը թուլացել է, տկարացել է, հա, նվնվում է, բան ասում է, չարախոսում է, չգիտեմ ինչեր անում, գնա ու իրան քո ներսի կրակով վառի։ Ձեռը բռնի ու լեզուներով սկսի խոսալ իր հետ։ Այնքան աղոթի, միջև ինքը քո հետ աղոթի։ Ոչ թե բամբասի, այլ աղոթի։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Անձեռոցիկները ինձ կհերիքի։ Մենք պետք է համարձակ լինենք աշխարհի մեջ, մեր աշխատանքի մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր բարեկամների մեջ, մեր ընկերության մեջ, մեր շրջապատի մեջ։ Տերը մեզ վախի ոգի չի տվել, համարձակության հոգի է տվել։ Զգաստության, շնորհքի հոգի է տվել։ Գիտեք, չկար մի տեղ, որ մեր Տերը վախենար մտներ։ Չկար մի տեղ, որ ինքը մտածեր, գնա թե չգնա։ Քանի անգամ ուզեցին Հիսուսին սպանեն։ Մի քանի։ Բռնեցին, որ տանեն, ժայռից գցեն, մեջներով անցավ գնաց։ Ինքը գիտեր իր ժամանակը, ինքը գիտեր, որ լինելու ամեն բան իր ժամանակին։ Գիտես, եթե դու Տիրոջը պետք ես, քո վրա մահն էլ չի գալու։ Չարիքն էլ չի գալու։ Գիտեք, իմ համար միշտ հարց էր, Տեր, ինչու թույլ տվեցիր Հովհաննես Մկրտչին գլխատեն։ Ինքը ամենամեծ մարգարեն էր, որտեղ Տեր Հիսուսը իր մասին վկայեց։ Նա պես մեկը չէր ծնվել։ Նա մեծն էր, բայց երկնքի արքայությունով ամենափոքրն էր։ Այսօր մենք ավելի մեծ կարգավիճակ ունենք։ Մենք նոր ուխտի պաշտոնյաներ ենք։ Բայց ինչու Տերը Աստված թույլ տվեց գլխատեն Հովհաննես Մկրտչին, բայց Տիրոջը պահում էր։ Որտեվ Հովհաննես Մկրտիչը իր ծառայությունը ավարտել էր։ Եթե դու անելիք ունես դեռ երկրի վրա, Տերը քեզ երկար օրեր է տալու։ Բայց եթե անելիք չունես, ինչու ես երկար օրեր ուզում։ Որ ապրես քո համար։ Մենք որ օրը Հիսուսին ասեցինք Տեր, այդ օրվանից ապրում ենք ում համար։ Պողոսն ասում է. Ես չեմ, Քրիստոսն է արդեն իմ մեջ։ Եթե Քրիստոսը չի դու ես, քանի կոպեկ արժե այդ կյանքը։ Դա համար շատ կարևոր է հասկանանք, որ Տերը ամեն ինչ հոգալու է, Տերը մատակարելու է, Տերը գիտի քո հարցերը լուծել։ Բայց Տերը ուզում է, որ դու հաղթես։
Գիտեք, սա այն պատերազմն է, որ արդեն հաղթանակը տարել է Տերը։ Վճարած է։ Մեզ պետք է ռինգում այդ ռաունդներին մնալ։ Ամեն։ Կյանքում մնալ մեր դիրքում։ Հետ չգնանք, չհանձնվենք, չուրանանք Հիսուսին, հավատանք, որ նա Աստծո որդի է, ու մնացածը պատրաստ է։ Մենք պետք է հաղթենք մեր բնավորությանը, մեր կախվածություններին, մեր սխալ պատկերացումներին, ստերին։ Գիտեք, այնքան ստեր կա, որին մենք դեռ հավատում ենք։ Մենք մտածում ենք, մեր ուզածով եթե անենք, ստացվելու է։ Արի տեսնենք, Աստվածաշնչում կա դա, թե չկա։ Եթե կա, հաղթանակը ապահոված է։ Եթե չկա, հիասթափվելու ենք։ Ինչու են այսօր շատ հավատացյալներ հիասթափվում, որտեղ իրանց մտքերը վերագրում են Աստծո ասածին։ Մեր Աստված Աստծո խոսքից այն կողմ բան չի ասելու։ Նոր բան չկա։ Գիտեք, մարդիկ նորություններ են ուզում, նոր հայտնություններ են ուզում, նոր ուսմունքներ են ուզում, նոր սենց փայլփլուն բաներ են ուզում։ Դրա համար իրանք շեղվում են։ Ոչ մեկ չէր սպասում, որ Մեսիան գալու է Հիսուսի կերպարով, որ Մեսիան ծնվելու է գոմի մսուրում։ Իրանք թագավորի էին սպասում, բայց թագավորը եկավ իր ուզածով, իր հասկացածով։ Այսօր մենք նույն հասարակ մարդիկ ենք, կարանք ապրենք, բայց ունենանք նույն Հիսուսի թագավորական մտածելակերպ։ Ամեն։ Եվ թագավորական մտածելակերպը սա էր, որ գնալ նստել մեղավորի կողքը։ Այն որ բոլորը իրան քարկոծում են, գնալ նստել իր կողքը։ Գնալ այն մարդու մոտ, որին բոլորը անարգում են, բոլորը մեղադրում են։ Այդ դա է Հիսուսի բնավորությունը։ Ու դուք չեք տեսնի մեկտեղ, որ մեր Տերը մարդկանց մեղադրեր։ Մեղքեր չունեին, այն էլ ինչքան։ Չգիտեր, գիտեր։ Հիսուսը չգիտեր, որ Հուդան իրան մատնելու է։ Մատման գիշերը ոտքերը լվաց։ Թաթախեց, պատառը տվեց Հուդային։ Դա անում է տանտերը, որ ուզում է հյուրասիրի, պատիվ տա։ Հա, հյուր գնում եք, չէ՞։ Ինչ-որ մեկը ձեզ հյուրասիրում է, ինքը ամենալավ պատառը։ Չգիտեր, գիտեր։ Բայց ոնց եք մտածում, Հիսուսը դադարել էր սիրել Հուդային։ Նույնիսկ խաչի վրա խաչվում էր Հուդայի համար։ Հուդան չիմացավ, ինչա արվում իր համար։ Ինքը իր դատաստանն արեց։ Ինքը որոշեց, որ իր մեղքը ավելին է, քան Տիրոջ ներումը։ Ինչի մեջ էլ հայտնվես, տա Աստված չհայտնվես, բայց միշտ գնա Աստծո մոտ։ Ոչ թե հեռացի, Տերը միշտ սպասում է։ Բայց մենք այսօր խոսում ենք հաղթանակի մասին։ Հա, այսօր ես քարոզում եմ հաղթողների։ Հա, քեզ տանը մենամարտեր է սպասվում։ Գնում ես հաղթելու։ Աշխատանքի վայրում մենամարտեր է սպասվում։ Փողոցում մեքենա վարելուց, բայց հաղթի։ Հաղթի առաջինը քեզ Հիսուսով։ Ամեն։ Ամեն։ 12:11 եկեք նայենք։ Մի քանի տեղ է մնացել, ես մոտենում եմ մեր ավարտին։ 12:11 Շատ հարաճանաչ տեղ է բոլորիս համար։ Եվ նրանք, գիտեք, խոսքը այսպես էր, ով որ հաղթում է, սենց կլինի, ով որ հաղթում է, սենց։ Հիմա այստեղ տեսեք ինչ ասում Տերը։ Եվ նրանք ինչ արեցին։ Հաղթեցին։ Դու հաղթել ես արդեն։ Գիտեք, հավիտենականության մեջ Տերը տեսել է, որ մենք հաղթել ենք արդեն։ Ոչ թե գալու է ժամանակ նոր դու հաղթես, դու հաղթել ես արդեն։ Եվ նրանք հաղթեցին գառան արյունով։
Ունես գարան արյունը։ Իրանց վկայության խոսքով եւ չսրեցին իրանց հոգին միջև իմա։ Եթե այս երեքը քո մոտ կա, հաղթանակ անխուսափելի է։ Գարան արյունը կա։ Վկայության խոսք կա քո շուրթերին։ Վկայի Տերը ինչ անում քո կյանքում։ Դեք ես տեսել եմ մարդիկ, որոնք բժշկվել են ու գնացել են եկեղեցուց, կամ դադարել են խոսել իրանց վկայությունը տան։ Հիվանդությունը հետ է եկել։ Գիտեք, դևերը խասյաթ ունեն, որ գնում են, պտտվում են, նորից ուր են գալու։ Իրանց տուն։ Դու մի ժամանակ իրանց տունն էիր։ Դու իրանց սեփականությունն էիր։ Տերը վճարեց քեզ գնեց։ Վերցրեց իրանց ձեռքից։ Մնա Տիրոջ ձեռքերի մեջ։ Դու պետքա Տեր ունենաս։ Եթե Հիսուսը չի քո Տերը, վտանգավոր է։ Միակ Տերը Հիսուսն է։ Եթե Հիսուսը չի քո Տերը, վտանգավոր է։ Այսօր մարդիկ կան մեծամտանում են, Աստծո մասին ինչ ասես խոսում են։ Եթե կա, եթե չկա, դու մեզ պահի, եթե չէ, մենք քեզ պահենք։ Գիտեք, վտանգավոր է։ Վտանգավոր է դա։ Նրանք բերանով են ասում, մարդիկ կան դա մտածում են։ Դրա համար այսօր մենք տեսնում ենք ինչքան վատ բաներ է կատարվում մեր շուրջը։ Գիտեք, երբ որ երիտասարդներ են մահանում, բոլորն ասում են՝ «Բախի, բա որ Աստված կար ինչու»։ Աստված կար հենց դրա համար, որտեղ Աստված չի ծաղրվում։ Դու չգիտես օրեր առաջ ինքը ինչ է խոսել։ Մենք մարդկորեն ենք դրան նայում, ասում ենք՝ «Դե երիտասարդ էր, պահես մեծացնես»։ Պահի մեծացրա, բայց Աստծո խոսքով։ Մի քիչ առաջ պատանիներն էին այստեղ, մանուկներն էին։ Ծնողներին եմ ուզում ասեմ, ձեր երեխաներին եկեղեցու մեծացրեք։ Ավելորդ արդյունքներ չեք ունենա։ Հիվանդանոցների ու բանտերի դուռը չեք գնա։ Ոստիկանության մոտ չեք լինի։ Աստծո մեծացրեք։ Դուք ինչքան էլ ուզենաք ձեր, մենք ընենց ազգ ենք, մենք ընենց ընտանիք ենք, մեր երեխեքը, լսեք, սատանան ընես կահարվածի չեք հասցնի։ Այսօր աշխարհը դրա համար է լացում ու չի մխիթարվում, բայց Աստծո տան երեխաները պետք է Աստծո մեծանան։ Կրթեք երեխեքին մանկուց։ Մեր երեխեքը եկեղեցում են մեծացել, մենք այնքան հանգիստ ենք, հավատացեք։ Ես 17 տարեկանից եկեղեցում եմ եղել, բայց փառք կտայի, երանի կտայի Աստծուն, որ ես հոգևոր ընտանիքում ծնվեի։ Հա, ես հոգևոր մեծանայի, այդպես է դասավորը, բայց հիմա մենք գոնե մեր երեխեքի համար անենք։ Տատիկներ, պապիկներ, նստեք, գիրք կարդացեք ձեր թոռնիկների համար։ Ամենալավ խրատը դա կլինի, ամենալավ նվերը դա կլինի։ Մի մտածեք լավ շոր ու շոկոլադ առնելու մասին։ Աստվածաշունչ սովորացրեք ձեր թոռներին։ Երջանիկ պապիկ տատիկներ կլինեք, ուրախ կլինեք։ Ամեն 15-12-ը եկեք նայենք։ 15-2-ը։ Եվ տեսա իբրև ապակեղեն ծով կրակով խառնված, եւ նրանց, որ հաղթում են գազանին, նրա պատկերին եւ նրա դրոշմին, եւ նրա անունի թվին, որ կանգնած էին ապակեղեն ծովի վրա, եւ Աստծո քնարներն ունեին։ Գիտեք, մենք Աստծո երկրպագողներն ենք։ Եթե մենք չենք երկրպագում Աստծուն, իմաստ չունի ինչ ենք մենք անում։ Մեր քարոզը երկրպագություն է, մեր աղոթքը երկրպագություն է, մեր զոհաբերությունը երկրպագություն է, մեր եկեղեցի գալը երկրպագություն է, փողոցում մեկին ժպտալը երկրպագություն է։ Ու իրանք ոնց էին հաղթում, քնարներ ունեն իրանց ձեռքերին։ Եվ այստեղ ինչ ասում, հաղթում էին գազանին, ով էր գազանը, նրա պատկերին, նրա դրոշմին, նրա անվան թիվին, մենք հաղթելու ենք։ Ներեր կլնեն, ովքեր կլնեն, ով ուզում է գա, ում անունով ուզում են գան, մեր մեջինն ավելի զորավոր է։ Մեր վրա Տիրոջ անունն է կանչված։ Այդ անթելպատներն ով են։ Ամեն։ Մենք Դավիթների կարիք ունենք, որ վերցնեն իրանց սպարսատիկը ու ամեն։ Եվ վերջի խոսքը 21:7։ Հալելույա։
ով որ հաղթե, ամենը կժառանգե։ Ես կլինեմ նրա Աստվածը, եւ նա կլինի ինձ որդի։ Էտա, վերջն էտա։ Հա? Գիտեք, շատ կարևոր է, որ մենք վերջին հասնենք, հաղթած հասնենք, ու մենք արդեն հաղթել ենք։ Փառք Աստծուն, սա էր իմ սրտում, որ ես ուզում էի ձեր հետ կիսվել, Տիրոջ հաղթանակը։ Տերը հաղթե գնացել է, թողել է, որ մնացած հաղթանակները մենք տանենք մեր կյանքերում։ Աստծո խոսքով ենք հաղթելու, գառան արյունով ենք հաղթելու։ Մեր վկայության խոսքը դա Աստծո խոսքն է, որտեվ եթե դու խոսաս քո խոսքը, ոչինչ տեղի չունենում։ Բայց հերիք է դու խոսաս Աստծո խոսք, խավարը ցրվում է, լույսը գալիս է, հիվանդությունը գնում է, դևերը գնում են։ Գիտեք, տառապանքը բաժանվող կոտրված ընտանիք, որ ասում են վերջ, հույս է գալիս։ Փառք Աստծուն, Աստված օրհնի ամեն մեկիդ